հետ ցանկանում ենք միջնորդություն ներկայացնել Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը վերացնելու կամ այն փոփոխելու վերաբերյալ, խնդրում եմ այնպես կազմակերպենք, որ այսօր եթե կարծում եմ մյուսներն չեն առարկի, հնարավորություն կունենանք երկու մեղադրյալների հետ միաժամանակ նաև մեր միջնորդությունը քննարկել։ Պատվարժան դատարան սահմանափակված լինելով փաստաբանության մասին օրենքով, մեր վարքագծի կանոնագրքով, բայց խնդրում եմ դիրքորոշումս հենց այնպես ինչպես ներկայացնում, այդպես էլ ընդունեն թե պատվարժան դատարանը, թե դատավարության հարգելի մասնակիցներ։ Եթե ի սկզբանե Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցի հարցի լուծումը հենց ի սկզբանե, հենց առաջնահերթության տրամաբանությամբ քննության առարկա չհանդիսանա, ես նիստերի դահլիճից դուրս կգամ պատվարժան դատարան։ Նախորդ դատական նիստի ընթացքում հստակ արձանագրվել էր դիրքորոշումը։ Առնվազն իմ կողմից, որը կարծում եմ նաև իմ գործընկերները եւս կիսում են։ Լիդիա Մանթաշյանի կալանավորված լինելը մեր պատվի եւ արժանապատվության ուղիղ միջամտություն է։ Էլ ոնց ձևակերպենք։ Եթե իսկապես, ինչպես փաստաբանը մեր գործընկերը նշեց, եթե մենք նշված հարցին ոչ թե զուգահեռաբար մյուսների, այլ հենց առաջնահերթության տրամաբանությամբ քննության առարկա չդարձնենք, թող իմ պաշտպանյալը ինձ ների կարծում եմ առարկություն չի ունենա, ես դուրս կգամ նիստերի դահլիճից, շնորհակալություն։ Վարորդի մյուս մասնակիցները խնդրեմ։ Ես լիովին միանում եմ պարոն Վարդևանյանի դիրքորոշմանը, իրականում պատվարժան դատարան Լիդիա Մանթաշյանին անազատության մեջ պահելը ոչ միայն իրավական չէ, այլ կարծում եմ նաև բարոյական խնդիր կա, նաև մեր ազգային մենթալիտետի հետ կապված խնդիր կա եւ այո, մեր յուրաքանչյուրիս արժանապատվությանը նվաստացնելու միջոց է, զուտ են բանով պայմանավորված, որ մենք հիմա ընդմիջումից հետո դուրս ենք գալու ազատության մեջ, բայց Լիդիա Մանթաշյանը դրա հնարավորությունը չունի պատվարժան դատարան։ Սա իրավական հարց չէ, սա բարոյական հարց է եւ պատվարժան դատարան դրսում որևէ քաղաքացու, ով իրավաբան չէ, որևէ կերպ, որևէ մարդկային չափանիշներով հնարավոր չէ բացատրել, թե այսօր Լիդիա Մանթաշյանը ինչու է անազատության մեջ։ Պատվարժան դատարան, քանի որ Վահագն Չախալյանի խափանության հարցը պետք է քննարկվի, Վահագն Չախալյանի պաշտպանական կողմը ոչ միայն համամիտ է, այլ նաև մենք էլ մեր խնդրանքն ենք ուղղում, որպեսզի Լիդիա Մանթաշյանի հետ կապված հարցը քննարկվի Վահագն Չախալյանի խափանությունից առաջ։